Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Երմեք Կոշերբաևը։ Այսօր արտաքին գործերի նախարարությունում տեղի կունենա նրա առանձնազրույցը Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի ինլայնված կազմով հանդիպում։ Միաժամանակ ապրիլի 9-ից 10 պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան։ Ոզնում սպառնալու պատմություն Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել Հայաստանի Հապկիդիա ՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարություններին։ Նա անզուսպ ծիծաղել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունները մեկնաբանելու ժամանակ։ Հայաստան դաշինք հրապարակել է նախընտրական ցանկի առաջին 3 տասնյակը ցուցակից դուրս են մնացել Սերյան Օհանյանը, Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը, իսկ Արծվիկ Մինասյանին ցուցակի 29-րդ հորիզոնականն է բաժին հասել, ինչ այլ անակնկալներ կան նախընտրական ցուցակներում։ Պարույր Հայրիկյանը եւ Վարդան Ղուկասյանը միասին են մասնակցելու ընտրություններին։ ԴՕԿ կուսակցության շտաբի պետ Լևոն Բաղդասարյանն էլ հայտնել է նաեւ Ստեփան Դեմիրճյանի հետ համագործակցության մասին։ Դեմիրճյանը սակայն հերքում է տեղեկությունները։ Ընդամենը 1 օր է անցել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջև կնքված զինադադարից, սակայն ակնհայտ է դառնում, որ այն շատ փխրուն է եւ ամեն պահ կարող է փլուզվել։ Արդյոք խոստացված ոսկեդար մերձավոր արևելքում կլինի թե ոչ։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանուհի Շպապյանն եմ, այսօր ապրիլի 9-ը, 5 շաբթի, ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի կարևորագույն իրադարձությունները։ Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Երմեք Կոշերբաևը։ Պատվիրակության կազմում են նաև Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրնրսաբաևը։ Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի կունենա նրա առանձնազրույցը Միրզոյանի հետ, որին կհաջորդի ինլայնված կազմով հանդիպում։ Մինչ Հայաստան ժամանել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարը Ադրբեջանում էր։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նրանք քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի, այդ թվում Թրամփի ուղու իրագործման, ինչպես նաև երրորդ երկրներում համատեղ ադրբեջանա-ղազախական ներդրումների հնարավորության հեռանկարները։ Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեք Կոշերբաևի եւ տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրնրսաբաևի հետ նախագահ Ալիևի հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են նաև կարևոր դերակատարությունը, որ ունեն Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Հայաստանի տարածքով անցնող TRIP նախագիծը տարածաշրջանային համագործակցության ու տրանսպորտային կապերի տեսանկյունից նշված է հաղորդագրության մեջ։ Միաժամանակ ապրիլի 9-ից 10 պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան։ Ապրիլի 10-ին արտաքին գործերի նախարարությունում կկայանա արտաքին գործերի նախարար Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան 3 լրագրողների հետ զրույցում հեգնել է Հայաստանի ազգային ժողովի նախագահին նրա հայտարարությունները, ասելով զգացմունքային հայտարարությունները չենք մեկնաբանի։ Պատասխանելով լրագրողների հարցերին Զախարովան սկսել է հեգնական ռեպլիկից, նշելով նման հայտարարությունների հաճախականությունը։ Комментировать слова спикера парламента Армения Алена Симоняна, который заявил... Нет, как говорится, и снова здравствуйте. Вы зачем это делаете с Аленом Робертовичем? Скажите мне, пожалуйста. У вас какая-то личная к нему неприязнь? Ну, нет. В команде есть вопросы, но смотрите, вот в беседе с журналистами он заявил, комментируя последний визит Николая Пашиняна в Москву, интервью вице-премьера Аверчука, что если Россия пойдет на повышение цены на российский газ, поставляемый в Армению, то Армения в ответ на это выйдет из ОДКБ и ЕАЭС. Вот как вы это прокомментируете? Немного напоминает ту самую историю про угрозы ежу своими обнажением своих возможностей. Вы знаете, я не хочу комментировать серьезно заявления эмоциональных политиков, которые тем более делали столько и таких неоднозначных заявлений, тем более на тему ДКБ, чего только мы не наслушались. Я просто напомню, это же все, как говорится,
надеюсь, не заблокирован в Армении, когда говорилось о том, что это не Армения выходит или может выйти из ОДКБ, а это ОДКБ выходит из Армении. Я не знаю, закончился этот процесс или еще в разгаре. Поэтому зачем вот к этому возвращаться? Зачем давать оценки, еще раз хочу подчеркнуть, вот этим эмоциональным заявлением? Я думаю, что это должны комментировать граждане Армении в первую очередь, потому что речь идет о тех людях, которые руководят жизнью граждан Армении, выстраивают будущее граждан Армении. Вот поэтому и спрашивать надо все-таки граждан этой страны, как они относятся к подобным заявлениям. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը ընդգծել է, որ կան հարցեր, որոնք պահանջում են բովանդակային, այլ ոչ թե զգացմունքային գնահատական։ Մասնավորապես նա մանրամասն քննարկել է Հայաստանին ռուսական գազի մատակարարման թեման։ Զախարովան հիշեցրել է, որ այդ հարցը քննարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ապրիլի 1-ին Մոսկվայում անցկացված հանդիպման ժամանակ։ Ըստ նրա, բանակցությունների ընթացքում քննարկվել են կոնկրետ թվեր, որոնք արտացոլում են համագործակցության ներկայիս պայմանները։ Հայաստանը ռուսական գազը ստանում է $177.5, մինչդեռ Եվրոպայում գինը հասնում է $600 հայտարարել է նա։ Զախարովան ընդգծել է, որ դա գնահատականների կամ զգացմունքների հարց չէ, այլ ստուգման ենթակա տվյալների։ Дело армянского руководства думать об обеспечении энергобезопасности своей страны – это одна из задач руководства любого государства. Тем более на фоне настоящего пожара на газовых рынках из-за эскалации на Ближнем Востоке. Сейчас каждая страна и все ответственные политики только и думают, как бы не стать жертвой той, не то что нестабильности, а той страшной турбулентности, которая сейчас наблюдается на энергетических рынках из-за неспровоцированной безосновательной агрессии США и Израиля в отношении Ирана. Նա անդրադարձել է նաև Եվրասիական տնտեսական միության հարցին, հիշեցրել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին միացել է 15 թվականին որոշում, որը ըստ նրա նշանակալի դեր է խաղացել երկրի տնտեսական զարգացման գործում։ Զախարովան մեջբերել է հայկական վիճակագրությունը, ըստ որի վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի համախառն ներքին արդյունքը գրեթե եռապատկվել է $10.5 միլիարդ հասնելով $29.2 միլիարդ։ Զախարովան կրկին անդրադարձել է ՀԱՊԿ-ի թեմային, նշելով, որ Ռուսաստանը այդ կազմակերպությունը դիտարկում է որպես իր անդամների անվտանգության ապահովման առանցքային տարր։ Մեզ համար բացարձակապես պարզ է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի, ինչպես նաև այդ կազմակերպության մյուս անդամների անվտանգության իրական ապահովման բանալին է, հայտարարել է նա։ Զախարովան նշել է նաև, որ Հայաստանի մասնակցությունը կազմակերպությանը ներկայում փաստացի կասեցված է։ Հանրապետության անդամակցությունը կազմակերպությունում ներկայում սառեցված է, սակայն այդ ընտրությունը կատարել են գործող հայկական իշխանությունները, եզրափակել է նա։ Զախարովան անդրադարձել է նաև հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։ Նրա խոսքով Հայաստանում կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք հանձնառու են Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցությանը, երկու երկրները միավորվում են բազմազան կապերի պատմության ու ընդհանուր քաղաքակրթության լայն շրջանակով։ Ռուսաստանը 2 միլիոնանոց հայկական սփյուռքի հայրենիքն է։ Մոսկվան չի կարող անտեսել Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, ինչպիսիք են ընտրական օրենսգրքում փոփոխությունների ընդունումը։ Այս փոփոխությունները կարող են զգալի սահմանափակումներ դնել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի անվանումների վրա։ Կարևոր է, որ դա չարվի ընդդիմության ընտրական հնարավորությունները միտումնավոր սահմանափակելու համար։ Մենք հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջերս Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպման ժամանակ խոսելով առաջիկա ընտրությունների մասին ասաց. Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ասել է Զախարովան։ Նա հավելել է, որ այս քաղաքական ուժերի համար Ռուսաստանի հետ համագործակցությունը բիզնես նախագիծ չէ, այլ նրանց պատմական էության մի մասը, հենց այն կապերը, որոնք պարզապես չեն կարող խզվել։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև անդրադարձել է Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված ընտրական օրենսգրքի փոփոխություններին, որոնք արգելում են կուսակցությունների անձնական անունները։ Զախարովան ընդգծել է, որ ռուսական կողմը հարցեր ունի այս հարցի վերաբերյալ, որոնք դեռևս
ուսումնասիրվում են։ Իսկ Կահապետ Դումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է Երևանը դուրս չի գա Եվրասիական տնտեսական միությունից, քանի որ դա մահացու հարված կհասցնի Հայաստանի տնտեսությանը։ Հայաստանը երբեք դուրս չի գա ԵԱՏՄ-ից, դա նրա համար մահ կլինի, համարժեք է նրա տնտեսության մահվան։ Երկրորդ, նույնիսկ եթե դուրս գա, ստիպված կլինի միանալ Եվրամիությանը, բայց ով կընդունի նրան Եվրամիությունում, ասել է խորհրդարանականը։ Կալաշնիկովը հավելել է, որ Ռուսաստանը պետք է նույն կերպ արձագանքի Երևանի անբարյացակամ հարձակումներին։ Իմաստ չունի Հայաստանի դուրս գալ ԵԱՏՄ-ից, քանի որ դա լուրջ տնտեսական կորուստներ կբերի նրա տնտեսությանը։ Կալաշնիկովի խոսքով հայ ձեռնարկատերերը առաջին հերթին կտուժեն այս ամենից։ Հայ հեղափոխական դաշնակցության 29-րդ արտահերթ գերագույն ժողովի եզրափակիչ նիստում եւ առաջ կուսակցության համագումարում հաստատվել է Հայաստան կուսակցությունների դաշինքի նախընտրական ցանկի առաջին 3 տասնյակը։ Պատգամավորի տեխնացուների անունների հաջորդականությունը հետեւյալն է՝ Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Աննա Գրիգորյան, Սևակ Խաչատրյան, Արթուր Խաչատրյան, Քրիստինե Վարդանյան, Աղվան Վարդանյան, Գեգամ Մանուկյան, Ագնեսա Խամոյան, Լևոն Քոչարյան։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը հրապարակել է դաշինքի ընտրական ցուցակի առաջին 36 տեխնացուների անունները՝ Նարեկ Կարապետյան, Արամ Վարդևանյան, Գոհար Մելոյան, Դավիթ Ղազինյան, Ռուբեն Մխիթարյան, Արեգա Հովսեփյան, Մամիկոն Ասլանյան եւ այլք։ Իդեպ նախընտրական այս փուլում անակնկալների պակաս չկա, Պարույր Հայրիկյանն ու Վարդան Ղուկասյանը միասին են մասնակցելու ընտրություններին։ ԴՕԿ կուսակցության շտաբի պետ Լևոն Բաղդասարյանն էլ հայտնել է նաեւ Ստեփան Դեմիրճյանի հետ համագործակցության մասին։ Դեմիրճյանը սակայն հերքում է տեղեկատվությունը։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Վարդանյան։ Բարև ձեզ։ Ինչպես տեսնում եք, քննարկման բավականին լայն օրակարգ ունենք այսօր։ Նախ սկսենք այսպես Զախարովայի երեկվա արդեն այսպես բացահայտ հեգնական հայտարարություններին, անզուսպ ծիծաղին, որն ուղղված է ըստ էության ազգային ժողովի նախագահին, նրա հայտարարություններին, ընդհանրապես ինչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում, հաշվի առնելով տեսակն ամառամասն անդրադարձավ եւ նախընտրական այս փուլին, ընդհանուր Ռուսաստանում հետևում են, թե ինչպիսի ուրեմն օրենսդրական փոփոխություններ են կատարվում Հայաստանի ընտրական օրենսգրքում, հապկի մասով նրա հայտարարությունները, ԵԱՏՄ-ի մասով, մենք վերջին օրերին, հատկապես վարչապետի Մոսկվայից վերադառնալուց հետո սպառնալիքների պակաս չունենք ու հիմա ուրեմն ըստ էության կա սպառնալիքների նույնիսկ այսպես գերդոզավորում։ Ինչ է տեղի ունենում, համեցեք։ Ինչ է տեղի ունենում։ Հայաստանի Հանրապետությունը գնում է խորհրդարանական ընտրությունների հերթական, սա է տեղի ունենում։ Եվ ճիշտն ասած, որևէ մեկի մասին ասել էմոցիոնալ, երբ ինքդ անզուսպ ծիծաղում ես, չեմ պատկերացնում դրա համադրությունը, ու առանձնապես ճիշտն ասած մեկնաբանելու ցանկություն չունեմ Մարիա Զախարովային, մասնավորապես ես ուզում եմ հիշեցնեմ ով է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչն է Վարդանյան ներկայացուցիչն է, բան չունեմ ասելու, բայց այնտեղ ոնց հասկացա Զախարովան մի բան ասում է, որ ժողովուրդը պետք է կարծիք կազմի, Հայաստանի Հանրապետության քաղաքացին հստակ կարծիք ունի արդեն ձևավորված նաև այդ պաշտոնյայի վերաբերյալ, հետևաբար ես առանձնապես չեմ ուզում անդրադառնալ այս թեմային, ծեծած բան պիտի ծեծեմ, այսինքն ծեծած տեղ պիտի ծեծեմ, իմաստ չունի էլի, ասենց ասեմ։ Իսկ նրանց նախընտրական այս փուլում միջամտությունների ի վերջո խոսեց 2 միլիոնանոց հայկական սփյուռքի մասին, ի վերջո խոսեց ուրեմն քաղաքական ուժերի մասին, որոնք հայ-ռուսական հարաբերությունների մասին բոլորովին այլ պատկերացում ունեն։ Պատկերացնեք, չէ, ինչ տխուր է, ասենք մեր քաղաքական դաշտում հայտնվել է ինչ-որ մի հատ ուժ, որն ասում է, ես ուժեղ եմ, եկել եմ հայկականը, ես իմ ինչը պաշտպանելու, մեզանից պաշտպանում է ինչ-որ հայկականությունը, ոնց ինքն ասում, կամ հայ ինքնությունը եւ այլն, եւ հետո երբ արդեն նաեւ փորձում է դիստանցավորել իրան ռուսական, այսինքն Ռուսաստանից եւ ինչ է անում դրա համար, որոշ բան օտարալեզու լրագրողների մոտ անդադար բարձում այդ լրագրողներին գնում մոտը տալիս է հարցազրույցներ անգլերեն լեզվով, որ պարտադիր ժողովուրդը տեսնի, որ ինքը Ռուսաստանի հետ կապ չունի, մեկ էլ ցմփ
ուղիղ Ռուսաստանից, ուղիղ իր մասին լինում է բարեխոսելու, համենայն դեպս տպավորություններին իմ վրա թողնում դա բարեխոսելու, այսինքն այդ խոսակցությունն է լինում, ավելին ասեմ, խոսնակնել արտաքին գործերի նախարարության խոսնակնել հետևում է թե ինչ օրենսդրություններ ինչպիսի ազդեցություն կունենան այդ այսպես ասած բայց հիշեցնում եմ Հայաստանը ժողովրդավար երկիր է դրա մասին գիտեք վարչապետն էլ այնտեղ հայտարարեց եւ այլն եւ հույս ունի որ այնուամենայնիվ դուք չեք գնա այսպես իրավիճակը սրելու ճանապարհով կթողնեք այդ քաղաքական ուժերն էլ ակտիվորեն մասնակցեն ընտրություններին ես կարծում եմ իրավիճակը մենք կգնանք իրավիճակը բալանսավորելու եւ ավելին ասեմ մենք ունենք սահմանադրություն որին մենք հետևում ենք անշեղորեն եւ մենք գնալու ենք մեր սահմանադրական ճանապարհով եւ միակ ճանապարհը ընտրությունների գնալու դա սահմանադրական ճանապարհն է այսքան որքան էլ աղմկի Զախարովան որքան էլ Ռուսաստանի Դաշնությունը փորձի միջամտել որևէ բան չի ստացվի ինչպես պիտի ստացվի մենք ունենք սահմանադրություն հիբրիդային գրողներով տարբեր միջամտության ձևեր կան իհարկե Տիկե Վարդանյան պարտադիր չէ ստիպել Հայաստանի իշխանությանը փոխել օրինակ սահմանադրությունում համապատասխան փոփոխություն օրենսդրական անել այլ հիմա ցուցակնել բան են արել հրապարակել են երևում է որ մեր սիրելի քաղաքացիները ովքեր տրամադրված էին գնալ եւ ձայն տալ եւ տեսնել օրինակ եմ ասում հա Սամվել Կարապետյան որպես վարչապետ ակնհայտ տեսնում որ իրեն գնում են ձայն տան Նարեկ Կարապետյանին էլ Նարեկ Կարապետյանի տակից չասեմ ցուցակում ինչ որ քաղաքական ոստվոստներ են որոնք հայտնում են մեկ այս ցուցակում մեկ այն ցուցակում որոնք Քոչարյանի ցուցակից թռնում են ասենք Վարդևանյան տուտ Վարդևանյան տամ թռնում են Քոչարյանի ցուցակից Կարապետյանի ցուցակ Կարապետյանի ցուցակից չգիտեմ էլ ուր կարող են թռչկոտել էսա իրավիճակը մարդիկ պետք է մեր ժողովուրդը պետք է հստակ տեսնի որ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում գոյություն ունեն քաղաքական վարձկաններ ովքեր ուզում են հանձնել Հայաստանի Հանրապետությունը Էսա իրավիճակը եւ այդ քաղաքական վարձկանները իրենք ունեն տերեր եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության եւ պետականության հանդեպ իրենք ուզում են գործել աններելին։ Մենք հաճախ իդեպ մի բան էլ ուզում եմ ասեմ, մենք հաճախ անդրադառնում ենք այդ մարդկանց անձնագրին օրինակ, հա, ասում ենք Ռուսաստանի անձնագիր ունի, օրինակ եմ ասում, կամ հայկական ազգանուն ունի։ Ես ուզում եմ ասել, որ ընդհանրապես վարձկանի համար չկա հայրենիք։ Ոչ Ռուսաստանն է իր հայրենիքը իրականում, ոչ էլ Հայաստանն է, իր ազգանունն էլ իր մասին բան չի ասում, իր անձնագիրն էլ իր մասին ոչ մի բան չի ասում։ Այսինքն ինքը ընդհանրապես վարձկան է, իրան որտեղ պետք լինի, որտեղ իրան առաջարկեն աշխատել, այնտեղ էլ աշխատելու է։ Ուղղակի մեր ժողովուրդը պետք է հստակ տեսնի այդ ներկա պնակը քաղաքական, որտեղ գործում են ենթադրենք այդ երեք հիմնական գլուխները, որոնք արդյունքում, ասում եմ, քաղաքական վարձկաններ են, որոնք ուզում են հանձնել Հայաստանի Հանրապետությունը։ Չստացվեց Ղարաբաղի պատերազմից հետո 21 թվականին չնայած բոլոր ջանքերին եւ ճիքերին չստացվեց ոտնձգություն իրականացնել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության հանդեպ, որովհետեւ մենք կանգնել եւ պահում էինք դա եւ ժողովուրդն էր պահում դա, հիմա են փորձում Բերելով ինչ-որ արդեն, չգիտեմ, փաթեթավորված ինչ-որ գործարարի, բարերարի, չգիտեմ, տակ փաթեթավորված մարդկանց։ Տեսեք, Քոչարյանը ոդքասթում հերթական ասում է, որ Հայաստանը գնում է Մոլդովայի ճանապարհով։ Ես մի բան եմ ուզում ասել, ընդհանրապես այս մարդկանց իդենտիֆիկացնելու համար շատ sense որպես ցուցիչ, որ վերցնես, որ հասկանաս ովքեր են վարձկանները, ովքեր ոչ հայկական շահ են պաշտպանում եւ եկել են Հայաստան ընդհանրապես կապ չունեն հայկական շահի հետ, հա։ Միշտ պետք է նայես իրանք ինչ են խոսում Հայաստանի մասին եւ որ դեմքից են խոսում։ Արդյոք իրանք խոսում են այն դեմքից, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով սրտացավ է, ով էս նավակի վրա է, թե խոսում են այսպես կողքից որպես երրորդ կողմ ինչ որ դիտարկումներ են անում, սովորաբար ավելին ասեմ, եթե օրինակ եմ ասում, Ռուսաստանի կողմից հնչել են ինչ որ արտահայտություններ, որոնք գնահատվում են որպես օրինակ սպառնալիք կամ ասում են օй տնտեսությունը այսպես կլինի, այնպես կլինի։ Այս բոլոր մարդիկ
մեղավոր գտնելու են Հայաստանին, Հայաստանի Հանրապետության իշխանության։ Հենց այս մարդը իրեն դիստանցավորում է Հայաստանից, պետք է միանգամից իդենտիֆիկացնել, սա այդ, այսպես ասած, տեղապահն է։ Էսա եւ ցավոք կարող եմ նաեւ ասել, եթե sense հիմա հետադարձնեմ, ճիշտ է, ես գուցե այդ աստիճանի մեծ չեմ, որպեսզի ամենայն մանրամասնությամբ ամեն ինչ հիշեմ, բայց քանի որ կյանքս ինձ թույլ է տվել անցնել որոշ բաների միջով, պետք է ասեմ, որ այսպիսիք եղել են նաեւ հենց այն մեր անկախացման վաղ շրջանից։ Իսկ սրանք նոր հայտնված ֆիգուրներ չեն, նոր ստեղծված պաշտոն չի։ Ուզում եք ասել, հիմա լյուստրացիա է տեղի ունենում շատ։ Հիմա չէ, արդեն ես պետք է այսպես ասեմ, որ 2018 թվականի հեղափոխությունը տեղի ունեցավ, կարելի ասել գուցե ենթագիտակցորեն, ես չգիտեմ, մենք պատկերացնում ենք ամբողջությամբ, թե ոչ, թե ինչ շերտեր են բացվելու։ Եվ երբ ժողովուրդը դառնա իրականում իշխանություն, մեր պետության իշխանությունը, ինչ շերտեր ենք բացվելու, ում դիմակներն են ընկնելու, ինչեր ենք մենք տեսնելու եւ հասկանալու, թե ովքեր էին եւ ինչի համար։ Լավ, Տիկին Վարդանյան, քանի որ հրապարակված ցուցակից խոսեցիք, ուրեմն ուժեղ Հայաստանի, Հայաստան դաշինքը եւս հրապարակել է ցուցակը եւ մենք տեսնում ենք ուրեմն այնտեղ այդ ցուցակից, հա, դուրս են մնացել Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը չկա եւ Արծվիկ Մինասյանն էլ 29-րդ հորիզոնականում է հայտնվել, ուրեմն ինչ է տեղի ունենում, այս անունները չկան, փորձում են այլ նոր թարմ դեմքերով ներկայանալ հանրությանը, այն նպատակը ձեր կարծիքով թե պարզապես այս անունները, որ թվարկեցի, պարզապես չեն արդարացրել, ենթադրենք, Ռոբերտ Քոչարյանի սպասելիքները։ Ինձ մոտ դա միայն ենթադրությունների դաշտում, հա, կարող է լինել, բայց առանձնապես տենց մեծ չի պատկերացումս, քանի որ արժան համակարգը, քանի որ չեմ կիսում այդ քաղաքական ուժի, չեմ կարող ասել ինքը ինչ է մտածել, որ տենց է վարվել, էլի, եւ նաեւ անձերի մակարդակում կարող է խնդիր կա, ես չգիտեմ, գուցե այդ մարդիկ չեն ուզում այլևս լինել այդ ցուցակում, կարող է կամ հակառակը, կարող է այդ քաղաքական ուժը չի ուզում, որ այդ մարդիկ լինեն այդ ցուցակում, եւ ինչ որ երիտասարդներ, որոնք ավելի ակտիվ փորձում են իրենց դրսևորել։ Իդեպ Լևոն Քոչարյանն էլ 10-րդ հորիզոնականում է հայտնվել։ Հետաքրքիր է ինչու։ Ըստ երևի առաջի հորիզոնականները տան երկու անդամները գուցե զբաղեցնեն Տիկին Վարդանյան։ Ովքեր։ Դե առաջին հորիզոնականում Ռոբերտ Քոչարյանն է։ Հա, նկատի ունեք ճիշտ չի, որ ընտանիքին անդամները գուցե երևի էթիկապես մարդիկ այդտեղ էթիկա են դրսևորել։ Գուցե ես չեմ կարող ասել։ Ամեն դեպքում ես պետք է ասեմ, որ ինձ համար այդ բոլոր ուժերի ցուցակների միջև տարբերություն չկա։ Իրանք բոլորը մի հումքից ծերված խառնածին ուժեր են, պատկերացնում եք, չէ՞, իրենք իրար հետ են խառնված, իրենք դրսի հետ են խառնված, սրանք պետք է ուղղակի հստակ ժողովրդի հետ անդադար խոսել այս թեմայի շուրջ, որպեսզի մարդիկ պատկերացնեն։ Կարծում եք հասարակությունը սխալ պատկերացում ունի Տիկին Վարդանյան։ Ես կարծում եմ, որ այսինքն այս առումով ձեր աշխատանքը, որը պիտի լինի, իշխանության աշխատանքը, որովհետև իշխանությունը մի կողմից շատ վստահ է իր հաղթանակի մեջ, բայց մյուս կողմից ուրեմն մենք տեսնում ենք իշխանությունը, օրինակ Նարեկ Կարապետյան կամ այդ թիմի, հա, հրաձգությունը Կարապետյանն այնտեղ ասում վարչապետին՝ մի վախեցիր, վարչապետն էլ ասում է թող Սամվել Կարապետյանը ուրեմն մինչև տարեվերջ գուցե զրկվի իր միլիարդներից, ինչ է կատարվում։ Դե ինչ պետք է կատարվի, մարդը իր առաքելությամբ եկել է գաստրոլոր որպես Հայաստանի Հանրապետություն։ Հիմա եթե մենք լավ հասկանում ենք, որ ինքը գուցե այն կապիտալը, որը ի պահ է տրվել իրան, ռիսկի տակ է, որովհետև եթե ինքը իր առաքելությունը չկատարի, գուցե եւ պատժվի դրա համար։ Ես նկատի ունեմ գուցե այստեղ եք, այսպես ասած, պլանավորել նրան պատասխանատվության ենթարկել նաև ապօրինի գույքի, չգիտեմ։ Ես կոնկրետ այդ գործընթացին այնպես չի, որ ինչ-որ գործընթաց է, որին ես պիտի ծանոթ լինեմ, հա, իրավական, բայց իմ ենթադրությունն է, որ այո, մարդը երբ ջրի բերած, ջրի տարած Սիրանուց ջան։ Լավ, ի վերջո
անդադ շեշտում եք Ռուսաստանի միջամտությունը, մենք տեսնում ենք բացահայտ այսպես նաև կոշտ, երբեմն ցինիկ արձագանք ռուսական կողմից։ Ես ներկայացրի նաև թե ինչ կարծիքներ կան այնտեղ, ուրեմն Հայաստանի ընդհանրապես Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հապկից, ընդհանրապես դուրս գալու հետ կապված։ Տիկին Վարդանյան, ի վերջո, եթե հարաբերությունները պես լարվում են Հայաստանի իշխանությունը ինչ է մտածում ԵԱՏՄ-ից դուրս գալու հետ կապված, արդյոք հաշվարկները արվել են թե ոչ, ի վերջո կոնկրետ թվեր են նշում օրինակ գազի գնի հետ կապված, պատահական չէ որ այս թիվը եւ Պուտինը նշեց եւ Զախարովան իր ասուլիսում նորից հիշատակեց դա, սպառնալիքներ են օդի հետ կապված, այսինքն անընդհատ լինելու են սրանք, մինչեւ ուր կարող է Հայաստանի իշխանությունը դիմադրել, մինչեւ որ կետը դիմադրելու որպես այդպեսին այս պահին ոչինչ չկա։ Թվերին ծանոթ է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, եւ եթե դա հնչեցվել է, ապա չեմ կարծում, որ հնչեցվել է Հայաստանի Հանրապետության կառավարության համար այդ թիվը։ Հնչեցվել է ըստ երևույթին, որպեսզի հանրությունը ծանոթանա իրավիճակին, բայց կարծում եմ հանրությունն էլ քաջ ծանոթ է իրավիճակին եւ դիմադրելու խնդիր չկա։ Ես կարծում եմ, որ ուղղակի իրական Հայաստանը եւ իրական Հայաստանը իր հարաբերությունները պետք է նաեւ կարծում եմ այդ փուլում էլ հենց գտնվում է, որ վերաձևակերպում են Հայաստանի իրական Հայաստանի հարաբերությունները մնացած աշխարհի հետ։ Եվ իրական Հայաստանը վարում է բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն եւ ես լիահույս եմ, որ մեր միջազգային գործընկերները կնկատեն Հայաստանի իրական լինելը եւ նրա հետ հարաբերությունները արդեն կդրվեն ճիշտ ուղու վրա։ Լավ, Տիկին Վարդանյան, բացի այս դաշինքներից մենք տեսնում ենք կուսակցություններից գիտեք, հա, ուրեմն դոկ կուսակցության մասին, տեսեք Պարոն Հայրիկյանն ու Վարդան Ղուկասյանն են որոշել համագործակցել։ Իհարկե խոսք գնաց նաև Ստեփան Դեմիրճյանի մասին, հետո նա լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր տեղեկատվությունը։ Այս ուժը արդեն մեկ անգամ ըստ էության համանքային ընտրությունների մակարդակով մասնակցություն ունեցել եւ ցույց է տվել որոշակի արդյունք։ Կա այս մասով օրինակ մտահոգություն թե ոչ, որովհետև գիտեք Վարդան Ղուկասյանը Հայաստանում չի գտնվում ու գիտեք թե ուրեմն այս տարիներին ինչպիսի գործունեություն է իրականացրել։ Ինչպիսի գործունեություն է։ Դե հատուկ տեսանյութերով վարկաբեկել է ամբողջ իշխանական էլիտան։ Ահա, եւ ոչ միայն իշխանական։ Այսինքն հերթական ինչ որ հիբրիդացին տար է այս մարդը, որովհետև ինքը Հայաստանում չի։ Միակ բանը որ արել է սոցցանցերով ինչ որ այլանդակ բաներ, տեքստեր, բաներ հրապարակելն է, եւ չեմ էլ պատկերացնում ինչ են քաղաքացիները գնացել եւ ձայն տվել նման մարդու ուժի եւ ես կարծում եմ իր բանը աստեղային ժամն ավարտվել է եւ այդ ուժը որևէ այլևս որևէ կենթանության նշաններ ցույց չի տա այս ընտրություններին։ Իմ տպավորությունն այդպեսին է։ Դուք առանձնահատուկ անդրադարձաք, որ ուժեղ Հայաստանի նախընտրական ցուցակը ըստ էության Նարեկ Կարապետյանն է գլխավորում։ Տիկին Վարդանյան, սա իրավիճակ է փոխում, նկատի ունեմ նա ով պիտի ձայն տար Սամվել Կարապետյանին, տեսնելով առաջին հորիզոնականում Նարեկ Կարապետյանի անունը սարսափելու է ու ձայն չի տալու այդ ուժին։ Լավ, Նարեկ Կարապետյանը ով է։ Ինչ քաղաքական գործունեություն ցավալել։ Ինչ արել է ամբողջ ընթացքում Նարեկ Կարապետյանը։ Ընդհանրապես ինչ արել։ Ուր էր Նարեկ Կարապետյանը, ինչու է հայտնվել Նարեկ Կարապետյանը, հասկանում եք, չէ՞, մի երիտասարդ հայտնվել է եւ ամբողջ օրը էկրանից ոչ բանավեճի է գնում, մեռան հրավիրելով ասում են արի նստենք բանավեճենք, բանավեճի չի գնում, անընդհատ էկրանից ինչ որ հոխորտում է։ Եթե այդքան վտանգ չէիք տեսնում օրինակ, ընդհանրապես ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Մոլորեցնում են։ Դուք դրա համար ընտրական օրենսգիրքը փոխեցիք համապատասխան այդ ուրեմն վրիպակը շտկելու, որովհետև կոնկրետ իրենց էր կարծեք թե ուղղված եւ դիմադիրներն էլ անընդհատ ձեզ մեղադրեցին դրա համար։ Ընտրական օրենսգիրքում այդ բանը կետը եղել է։ Հակառակը վրիպակը այն էր, որ դա դուրս էր մնացել եւ դա շտկել ենք։ Եկեք բան չանենք էլի, որ մենք նոր բան հեծանիվ չենք հնարել, այս եղած կետը ուղղակի որևէ կերպ պայմանավորված չէր, որովհետև ընդհանրապես մեկ, այսպես ասած, դաշինքի ուժի անուններ։
անձնանում կար։ Հիմա կարող են այլ ձևակերպում էլ տալ, եթե մի քիչ բան անեն, ֆանտազիային կարող են արհեստական բանականությանը հարցնել, ինչպես անենք, որպեսզի ասոցացվենք Սամվել Կարապետյանի հետ, որովհետև ինքը պայուսակ է բաժանել եւ օրինակ այդ ընտանիքը կարող է պայուսակ վերցրել եւ ուզում է ձայն տա Սամվել Կարապետյան կարող են հարցնել արհեստական բանականության ես կարծում եմ այս բանի դարում այսպես ասած արհեստական բանականության դարում կարելի է բան անել մի քիչ իմպրովիզ անել Ընտրակաշարքի հետ կապված մենք տեսնում ենք մինչ այսօր դեռ վաղարշապատի ընտրությունների արդյունքներով կան այսպես մեղադրյալներ, ձերբակալվածներ այս բոլոր բացահայտումները տանելու են ընդհանրապես այդ գործընթացի ուրեմն անհնարինությանը, կյանքի կոչման անհնարինությանը նկատի ունեմ որքանով դաշտը կլինի իսկապես ազատ, արդար, թափանցիկ եւ քաղաքական ուժերը չեն գնա ուրեմն այդ ճանապարհով։ Իհարկե գնալու են եւ գնում են, ակնհայտ է որ արդեն իսկ գործեր կան հարուցված այս մասով ուժեղ Հայաստանը ուժ չի գտել եւ քաղաքական ուժ չի գտել եւ փող է բաժանել բանը նաեւ ինչ որ մի հատ էլ Վանեցյանը չգիտեմ ինչ քաղաքական միավորից էր ճիշտ ասած այս պահին որ տեղ է գտնվում բայց ուզում եմ ասել որ ակնհայտ է որ այս մարդիկ փորձելու են եւ երբ ասում ենք հիբրիդային սպառնալիքներ դա նույնպես հիբրիդային սպառնալիք է լավ որտեղից են այդ փողերը գալիս այդքան ուր են գնում եթե հետևեք նաեւ բաներով լրատվականով էսօր տեսա որ մի օրում 17 թե ես իմ քանի լրատվական էջ է բացվել որտեղով ասենք ինչ որ կեղծ լրատվություն է գնում բաներով այստեղ մի բան էլ է հետաքրքիր որ հիմնականում իրենց քաղաքացիներն են արհեստական բանականությամբ ստեղծված հասկանում եք չէ մենք ունենք երկրորդ իրականություն բանա զուգահեռ իրականությունն է մի հատ բանով արհեստական վարչապետով եւ արհեստական քաղաքացիներով եւ սա ուղղակի աբսուրդ է ինչ կարող եմ ասել ես հուսամ որ մեր քաղաքացիները ուշի-ուշով հետևում են այս ամեն ինչին եւ իրանց ձայնը չեն տա արհեստական բանականությանը առնվազն էլի, ասենց ասեմ։ Մարդով դուրս չի գալիս ժողովրդի հետ խոսելու։ Ես չգիտեմ դա խոսքի խնդիր է, այսինքն մարդը խոսքի խնդիր ունի, թե ինչի դուրս չի գալի, ինչն է խնդիրը, որտեղ։ Դուք դրդում եք նրան խոսել։ Հա, ես չեմ դրդում, ընդհանրապես մշակույթն է, այդպեսին մարդը պետք է խոսի։ Արդեն հրապարակել է արհեստական բանականության, այս անգամ չի դիմել, տեքստով է հանդես եկել։ Ինչու եք ուզում պարզապես լսել նրա, ուրեմն կամ խոսույթը արդյոք չեք լսել այս տարի։ Ինչպես արտաբերում բառերը։ Կամ այդ տեքստը ինչպես է կարդում։ Օրինակ։ Ինչու ոչ։ Տիկին Վարդանյան, մարդու խոսելուց իշխանությունը շատ չի կենտրոնացած ուժեղ Հայաստանի վրա։ Ինչու ավելի քիչ եք օրինակ խոսում Հայաստան դաշինքից, քան օրինակ ուժեղ Հայաստանից։ Հայաստան դաշինքն էլ ամարել։ Ուղղակի ես ուզում եմ ասել, իրականում Մարելը դրա համար չեք անդրադառնում, բայց իրենք վստահ են որ իրենք են անդրադառնում։ Ես ուզում եմ ասել հետեւյալը։ Այս Հայաստան դաշինք, ուժեղ Հայաստան, նայել էր չէ դեպի ուժեղ Հայաստան, չէր դա։ Ռոբերտ Քոչարյանը գնում էր ընտրության դեպի ուժեղ Հայաստան։ Հիմա եկել հասել է ուժեղ Հայաստան։ Այս նույն ոնց ասեմ, նույն հումքից ծերված բաներ են, քաղաքական միավորներ են։ Հիմա դուք ասում եք, այս մեկի մասին չեք խոսում, այն մեկի մասին եք խոսում։ Իրանք արդյունքում մեկ նպատակ ունեն՝ հանձնել Հայաստանի Հանրապետությունը իրենց տերերին։ Էս է նպատակը, ուրիշ նպատակ տակը չկա։ Եվ շարունակեն մնան ինչ որ կապիտալի տեղապահ։ Էսա։ Եվ էլի վստահ եք անգամ այսքան ուժերի, տարբեր ուժերի ու դաշինքների հայտարարություններից հետո, որ ձեզ հաջողվելու է ուրեմն սահմանադրական մեծամասնություն ստանալ։ Մեր նպատակն է ստանալ սահմանադրական մեծամասնություն, եւ ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր է կանգնելու խաղաղությանը, քաջ գիտակցելով, որ այս բոլոր ուժերը գալիս են, որպեսզի նորից Հայաստանը տանեն կոնֆլիկտի դաշտ, որպեսզի պետք լինի ինչ-որ մի X պետություն, կայսերական նկրտումներով մասնավորապես, որը կլինի երաշխավոր, ինչ ուզում են թող անունը դնեն,
Բայց ուզում են զիջեն մեր որոշում կայացնելու մանդատը։ Այն ինչ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին վերադարձրել է իրեն 2018 թվականին եւ ինչքան ցավոտ վճարեցինք մենք այս ամեն ինչի համար, մեր անկախության համար ենք մենք վճարել։ Եւ հիմա էլ է դրա կռիվն է։ Ի վերջո, ինչ է ձեզ հաջողվել եւ ինչ ձեզ չի հաջողվել, Տիկին Վարդանյան, որովհետեւ այնպես չէ, որ քաղաքացիները միանշանակ այսպես ձեզ ողջունում են, ընդունում են, մենք տեսնում ենք նաեւ այս քարոզարշավի ընթացքում որքան էլ կան այսպես ձեզ ողջունողներ, կան նաեւ ձեզ մերժողներ ու այնտեղ հիմնավորումներ կան քաղաքացիներից շատերը նշում են թե օրինակ ինչպես էին վստահում ձեզ 18 թվականին եւ թե ինչպիսի այսպես հուսախաբություն տեղի ունեցավ նրանց մոտ։ Ի վերջո դուք գույքագրել եք ինչն է հասարակության մոտ ԿՊ-ի հանդեպ ուրեմն դժգոհության պատճառը։ Չեմ ասում ընդհանուր այն մարդկանց, այն կհիշեն նաեւ այն տոկոսները, որոնք ընդհանրապես քաղաքացիների չեն մասնակցելու այս ընտրություններին։ Դե հա, մերժում են բոլորին։ Կան նաև այդպիսի քաղաքացիներ, ովքեր այդպիսի քաղաքացիներ վստահ եղել են նաև 19-ի, իսկ 18-ի ժամանակ, այնպես չի որ դա ինչ որ նոր մարդկանց բան է, մարդկանց մոտ նոր երևույթ է, բայց սովորաբար ժողովրդավար երկրներում հենց այդպես է լինում, մի մասը կողմ է լինում, մի մասը դեմ է լինում։ Հիմա մեր նպատակն է, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն մենք կարողանանք այսինքն ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ձայները եւ դե այդ մասով մենք մեր քարոզարշավն ենք անում, մենք ասում ենք որ խաղաղություն ենք հաստատել, որ ասում ենք ինչ է կարել, գիտեք Սիրանուշ, քիչ կան քաղաքական ուժեր, ովքեր կարող են ասել, որ ես իմ երկրում խաղաղություն եմ հաստատել։ Խնդրում եմ, եկեք աշխարհով պատտենք եւ գտնենք այդպիսիք։ Հիմա թե ինչ են այնտեղ կողքից ինչեր են ասել, որ Դաշնական հաստատված էլ չէ, Տիկին Վարդանյան, ես ուզում եմ հիշեցնել, որ խաղաղության համաձայնագիրն էլ դեռ կնքված չէ, շատ լավ, բայց մենք ունենք այս պահին հողի վրա խաղաղություն, այս պահին ունենք։ Իսկ պատկերացնում եք, չէ՞, մենք բայց գիտեք այդ խաղաղության հետ կապված էլ ընդդիմությունը ինչ է ասում, ասում է անարժանապատիվ խաղաղություն է, գալիս են ուժեղ իրական խաղաղություն բերելու եւ ոչ թե արժանապատվության անարժանապատիվ խաղաղությունը, որ Ալիևը ինչ ասում է, Նիկոլ Փաշինյանը, այս թիմը ուրեմն արագ կյանքի են կոչում, գիտեք այն քննադատությունները, որ ուղղված են ձեզ։ Ես գիտեմ այդ ծեծված քննադատությունները, ես ուզում եմ հարցնել արժանապատիվ է, երբ դու քո սեփական երկրում, եթե դա իհարկե քո երկիրն է, չես կարողանում ընտրական process-ի մասնակցես, քո համար բարեխոսում են, հերիք չի, դու էլ կանգնել ես, ասում ես ես երաշխավոր եմ բերելու, երաշխավոր ես բերելու, ում մոտ ես երաշխավոր բերում, ինչի վրա ես երաշխավոր բերում։ Ես խնդրում եմ էլի։ Սա ուղղակի բան է, հասկանում եք, չէ՞, մարդիկ սա տեսնում են։ Մարդիկ ժողովուրդը դա տեսնում է։ Գալ Հայաստանի Հանրապետության, երբ որ դու չես եղել, չես երևացել որևէ տեղ, այն ամենածանր ժամանակները որտեղ էիք դուք։ Ներողություն, կոչ էիք անում, ում էիք կոչ անում։ Երկու կողմերին, իսկ դուք ով էիք մակն էիք, որ կոչ էիք անում։ Երկու կողմերին ոնց կարող է իրեն Հայաստանի հետ իդենտիֆիկացնող մարդը կոչ անել Հայաստանին եւ Ադրբեջանին, այսինքն դրել է հավասար նժարների վրա, ինքը երրորդ տեղից կոչ է արել։ Հասկանում եք։ Իսկ որտեղ էին այս մարդիկ, երբ հայ ժողովուրդը անցնում էր բոլոր այդ ծանրությունների միջով, հիմա եկել են հայ ժողովրդին սովորեցնում են արժանապատվություն։ Հայ ժողովուրդը արժանապատիվ է, որ կարողացել է գալ խաղաղության։ Ես խնդրում եմ, հայ ժողովրդին պետք չի բան դասեր տալ, պետք չի։ Մասնավորապես այդ երիտասարդները, որոնք անդադար այդ էկրաններից ինչ որ բաներ են խոսում, ուղղակի ես ուզում եմ հասկանալ։ Իրանք ճանաչում են այն ժողովրդին, որի հետ խոսում են։ Կապրենք կտեսնենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Առաջինի տաղավարում զրուցում է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ։
Ընդամենը 1 օր է անցել ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջև կնքված զինադադարից, սակայն ակնհայտ է դառնում, որ այն շատ փխրուն է եւ ամեն պահ կարող է փլուզվել։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Իսրայելը 3 շատ ուժեղ հարվածներ հասցրեց Լիբանանի քաղաքներին ու Հեզբոլլահի դիրքերին, որի հետևանքով մեծ թվով զոհեր ու վիրավորներ կան։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը պնդում են, հրադադարի համաձայնագիրը չի վերաբերում Լիբանանին, մինչդեռ Իրանի իշխանությունները պնդում են հակառակը եւ պահանջում են դադարեցնել հարվածները։ Չնայած Միացյալ Նահանգների նախագահի պնդումներին, որ Թեհրանը համաձայնել է Հորմուզի նեղուցի լիակատար ու անհապաղ բացմանը, չորեքշաբթի օրը միայն մի քանի նավ է կարողացել անցնել եւ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնում է ոչնչացնել առանց թույլտվության անցում կատարող ցանկացած նավ, մինչդեռ դրա բացումը զինադադարի ամենաառանցքային կետն էր։ Երեկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի հետ ներկայիս հրադադարը միայն կանգառ է հայտարարված նպատակներին հասնելու ճանապարհին, նշելով, որ անհրաժեշտության դեպքում մարտական գործողությունները կվերսկսվեն։ Մենք դեռ նպատակներ ունենք Իրանում եւ դրանց կհասնենք կամ համաձայնագրի միջոցով, կամ ռազմական գործողությունները վերսկսելով։ Մենք կվերադառնանք ռազմական գործողություններին անհրաժեշտության դեպքում։ Ամերիկացիները մեզ անակնկալի չբերեցին, երբ հայտարարեցին հրադադարի մասին։ Սա պարզապես կանգառ է մեր բոլոր նպատակներին հասնելու ճանապարհին, ասել է Նեթանյահուն հրադադարից հետո իր առաջին տեսաուղերձում։ Նա հայտարարել է, որ Իսրայելը հսկայական հաջողությունների է հասել, մինչդեռ Իրանն այժմ ավելի թույլ է, քան երբևէ, նշելով, որ իսրայելական ուժերը պատրաստ են վերադառնալ մարտին մատը ձգանի վրա պահելով։ Նեթանյահուն հավելել է, որ հրադադարը չի տարածվում Հեզբոլլահի վրա եւ որ այսօր կազմակերպությունը կրել է իր ամենածանր հարվածը։ Այսօր մենք Հեզբոլլահին հասցրեցինք ամենածանր հարվածը, որը նրանք կրել են Փեյջեր գործողություններից ի վեր, հայտարարել է նա։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ուժերը զինամթերքով եւ արդեն թուլացած թշնամուն ոչնչացնելու համար անհրաժեշտ ամեն ինչով կմնան Իրանում եւ Մերձավոր Արևելքում, մինչեւ ձեռքբերված իրական համաձայնագրի լիակատար իրականացումը։ Այս մասին Թրամփը գրել է իր Truth սոցիալական ցանցում։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ եթե դա տեղի չունենա, ինչը նա չափազանց անհավանական է համարում, ապա կլինեն կրակոցներ, որոնք ավելի մեծ, ավելի լավ կազմակերպված ու ավելի հզոր կլինեն, քան որևէ մեկը երբևէ տեսել է։ Սա երկար ժամանակ համաձայնեցված է եղել եւ չնայած հակառակը պնդող բոլոր կեղծ ռետորաբանությանը, ոչ մի միջուկային զենք եւ Հորմուզի նեղուցը կլինի բաց եւ անվտանգ, մինչդեռ մեր մեծ բանակը լիցքավորվում ու հանգստանում է անհամբեր սպասելով հաջորդ նվաճմանը, գրել է Թրամփը։ Իսկ ահա Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է, որ Իրանը Միացյալ Նահանգներին է ներկայացրել 10 կետից բաղկացած 3 տարբեր խաղաղության ծրագրեր, ինչը շփոթություն է առաջացրել բանակցությունների շուրջ։ Առաջին 10 կետանոց ծրագիրը, որը ներկայացվել էր եւ անկեղծ ասած մենք կարծում ենք, որ հավանաբար գրվել է ChatGPT-ի կողմից, ուղարկվել էր Steve Witkoff-ին եւ Jared Kushner-ին, բայց անմիջապես մերժվել է, լրագրողներին ասել է Ջեյդի Վենսը։ Այս հայտարարությունը, որում պնդվում էր, որ Իրանը մեծ հաղթանակ տարել եւ ստիպել է Միացյալ Նահանգներին ընդունել իր 10 կետանոց ծրագիրը որպես բանակցությունների հիմք, մեջբերվել է մի շարք իրանական պետական լրատվամիջոցների ու միջազգային լրատվամիջոցների, օրինակ CNN-ի կողմից։ Կար երկրորդ 10 կետանոց ծրագիր, որը շատ ավելի ողջամիտ էր ու հիմնված էր մեր պակիստանցիների եւ իրանցիների միջև որոշ փոխանակումների վրա։ Դրա մասին էր երեք խոսել նախագահ Թրամփը, հավելել էր Վենսը։ Նա միաժամանակ քննադատել է երրորդ 10 կետանոց ծրագիրը, որը, ինչպես նշել է, տեսել է սոցիալական ցանցերում որպես ավելի մաքսիմալիստական, քան առաջինը։ Նշենք, որ Վենսը կգլխավորի ամերիկյան բանակցային թիմը վաղը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում նախատեսված բանակցությունների ժամանակ։ Բանակցություններից առաջ Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները գտնվում է ուժեղ դիրքում։ Ես գոհ եմ իրավիճակից, կարծում եմ, որ նախագահը լավ գործարք կնքեց ամերիկյան ժողովրդի համար, բայց ըստ էության իրանցիները պետք է անեն հաջորդ քայլը, հակառակ դեպքում նախագահն ունի պատերազմին վերադառնալու բազմաթիվ տարբերակներ, ասել է Վենսը։ Նա նաև նշել է, որ Թեհրանի բանակցողները կարծում էին, որ հրադադարը կտարածվի նաև Լիբանանի վրա, բայց Միացյալ Նահանգները դրան չի համաձայնել։ Նա հավելել է, որ ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ հրադադարը կկենտրոնանա Իրանի եւ Միացյալ Նահանգների դաշնակիցների, այդ թվում Իսրայելի եւ Պարսից ծոցի-արաբական պետությունների վրա։ Եվ այսպես ինչ ճակատագրի կարժանանա ապրիլի 8-ին փխրուն զինադադարը կխախտվի այն, թե կողմերը կդրսևորեն ռացիոնալ մտածելակերպ եւ խաղաղություն կհաստատեն, ինչ վերաձևումների կենթարկվի Մերձավոր Արևելք այս իրադարձություններից հետո։ Այս եւ այլ հարցերի շուրջ կզրուցեմ Իրանի հարցերով զբաղվող լրագրող Ռուբիկ Մինասյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մինասյան, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, խնդրեմ։
Եվ այսպես, պարոն Մինասյան, ինչպես է գնահատում երկշաբաթյա հրադադարը եւ ձեր կարծիքով կողմերին կհաջողվի վերջնական համաձայնության հասնել խաղաղության հաստատման շուրջ, որովհետեւ որքան էլ այդ երկշաբաթյա հրադադարը կա, բայց մենք որոշակի այսպես իրարամերժ հայտարարություններ ենք լսում թե իրանական կողմից, թե Միացյալ Նահանգների կողմից եւ թե Իսրայելի, համեցեք։ Դեռ շատ խախուտ է, ինչպես տեսնում ենք հրադադարը, երկու կողմից էլ զգուշացումներ կան, որ ինչ որ տեղերում չի հարգվում հրադադարը։ Այսօր առավոտյան ես կարդում էի, որ արաբական երկրներից զգուշացումներ են եղել, որ չի հարգվել հրադադարը, իրանական կողմը հերքել է, բայց մյուս կողմից էլ արդեն խոսքեր կան, որ երկու կողմեր պատրաստվում են գնալ հանդիպման վայր եւ վարել բանակցություններ։ Հիշեցնենք, որ հրադադարը երբեք դեռ չի նշանակում, որ պատերազմն ավարտվել է եւ նաեւ հիշեցնենք, որ դեռ 2025 թվականին Իրանի նախկին առաջնորդը արգելել էր որևէ բանակցություններ Իրանի եւ Ամերիկայի միջև ուղղակի, բայց կարծես թե արդեն այդ արգելքը չի գործում եւ սա ընդհանրապես վերլուծաբանները տեսնում են որպես Իրանի դիրքորոշման հետքայլ եւ ընդհանրապես ներկա իրավիճակում բանակցությունների գնալ Իրանի համար ավելի կարելի ասել, որ Իրանի համար է հետքայլ համարվում, քան թե ասենք Ամերիկայի կամ Իսրայելի համար պետք է սպասենք, տեսնենք, որ հինգշաբթի օրը արդյոք իսկականից այդ բանակցությունները կայանան եւ մյուս կողմից էլ կարեւոր են բանակցվող կետերը եւ ամերիկյան կողմից կա 15 պահանջ եւ Իրանի կողմից կա 10 պահանջ, որոնք ընդհանրապես իրար հետ կարծես թե համաձայնեցված չեն եւ ոչ մի կողմը մյուս կողմի կետերը չի ընդունում, բայց այս իրավիճակով գնում են բանակցությունների, պետք է սպասենք, տեսնենք, որ ընդհանրապես բանակցություններ տեղի կունենա։ Այսինքն կասկածում եք անգամ, որ այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Իսլամաբադում։ Ես դեռ չեմ կարող վստահ ասել, որ տեղի կունենա, թեև ասում եմ, երկու կողմն էլ ասել են, որ պատրաստ են մեկնել Իսլամաբադ, բայց դեռ դժվար է ասել, կարող է երկու կողմն էլ մեկնեն, բայց էլի բանակցություններ տեղի չունենա, որովհետև իրանցիները կարծում են, որ իրանցիների համար բավարար եւ լավ դիրքեր չեն բանակցություններ վարելու համար։ Կողմերը հենց ուրեմն այս երկշաբաթյա հրադադարի հայտարարումից հետո հայտարարում են իրենց հաղթանակի մասին, Իրանը իր հաղթանակի մասին, Միացյալ Նահանգները իր։ Ձեր կարծիքով ի վերջո ով հաղթեց այս 44-օրյա պատերազմի արդյունքներով։ Տեսեք, ես միշտ ասել եմ, որ ինչ էլ որ պատահի իրանցիները իրենց հաղթող են համարելու, բայց եթե նժարի վրա դնենք այն ինչ կորցրել է Իրանը եւ այն ինչ կորցրել է Ամերիկա-իսրայելական բանակը եւ Իսրայելը իմաստնավորի, բարձ կլինի, որ ովքեր են հաղթել եւ ով է պարտվել։ Այն տնտեսական, ֆինանսական վնասները, որ Իրանն է կրել, ընդհանրապես համեմատելի չէ այն վնասների հետ, որ կարողացել է հասցնել իսրայելական կամ ամերիկյան կողմին։ Գիտենք, որ իսրայելական կողմից ոչ մի օրինակի համար զինվորական կամ գեներալ կամ ոչնչացված չէ, հարված չեն կարող, նույնիսկ չեն կարողացել մոտենան։ Ամերիկյան կողմի այլն դրանք ամերիկյան պետության համար մեծ վնասներ չի կարելի համարել, բայց օրինակի համար Իրանի մետաղարտադրության կարելի ասել 80%-ը այսօր արդեն չի աշխատում եւ վնասված է եւ դա վերականգնելը նույնիսկ որոշ մասնագետներ մինչև 5 տարի են մատնանշում, որ կարելի է վերականգնել։ Այդպիսով, այսինքն, եթե վնասների համեմատություն անենք, արդեն պարզ կլինի, թե ով է պարտվել։
Ձեր կարծիքով հրադադարը ի վերջո հնարավոր է տարածվի Լիբանանի վրա, թեև լսում ենք իսրայելական կողմի հայտարարությունները, թե Իսրայելը ամեն դեպքում կփորձի վերջնականապես լուծել Հեզբոլլահի հարցը, հաշվի առնելով երեկվանից այդ ինտենսիվ գրոհը նաև։ Ես կարծում եմ, որ Իսրայելը մինչև իր դրած արժև նպատակներին չհասնի, Լիբանանը հարվածելու է Լիբանանին եւ մնալու է Լիբանանում։ Այսօր առավոտյան լուր տարածվեց, որ Հիզբուլլահի առաջնորդի տեղակալին են հարվածել, կարծես թե Հիզբուլլահն էլ ընդունել է, հաստատել է այդ լուրը։ Ես կարծում եմ, որ այս համենայն դեպս Իսրայելը չի ընդունի, որ այս հրադադարը տարածվի նաև Լիբանանի վրա, թեկուզ Իրանը ամեն ջանք ներդնում է, որ այս հրադադարը նաև Լիբանանի վրա տարածվի, բայց միանշանակ Իսրայելը դա չի ընդունել։ Պարոն Մինասյան, ձեր կարծիքով Թրամփը Իրանի ներկայացրած այդ 10 կետերը կընդունի, թե ոչ։ Ջեյդի Վենսը ուրեմն նշում էր մոտավորապես 3 տարբերակի մասին, 3 տարբեր կետերի մասին, ընդ որում նշում էր, որ ըստ էության կարծեք թե մեկը ChatGPT-ի միջոցով է կյանքի կոչվել առաջարկներից, որն է ավելի ռացիոնալ, որը պակաս ռացիոնալ, ի վերջո այդ առաջարկներից, 3 առաջարկներից որևէ մեկը Միացյալ Նահանգների համար կարող է առհասարակ ընդունելի լինել։ Ես կարծում եմ, որ Տրամփի կամ ամերիկյան վարչակարգի կարմիր գծերը ուրանի հանձնումը, այսինքն 400 կիլոգրամի մասին, որ Իրանի արտգործնախարարը խոսել է, դրա հանձնումն է հարստացման ծրագրի, այսինքն ուրանի հարստացման ծրագրի շարունակությունը եւ հրթիռային ծրագրի շարունակությունը, այս երեքն կարծում եմ, որ Ամերիկան կգնա բանակցությունների եւ կփորձի, որ եւ ուրանը թեկուզ վերջին օրերին լսվում են առաջարկություններ, որ իրանական կողմը ասում է, որ այդ 400 կիլոգրամ հարստացված ուրանը պատրաստ է ոչ թե երկրից հանելու, այլ երկրում ոչնչացնելու կամ ուրիշ միջոցներով չեզոքացնելու այդ ուրանը, չգիտեմ դրանով դա ինչքանով ամերիկյան կողմին կբավարարի թե ոչ, բայց Եվ այդ 3 կետերը, որ նշեցի, եթե Իրանը հարգի այդ 3 կետերը եւ պատրաստ լինի այդ 3 կետերի շուրջ բանակցությունների գնալ Ամերիկայի հետ, կարելի է ենթադրել, որ հրադադարը կշարունակվի կամ կկնքվի նույնիսկ որ պատերազմը դադարեցնելու մասին պայմանագիր, բայց ես դժվար եմ տեսնում, որ իրանցիները նման քայլի գնան եւ պատրաստ լինեն եւ ուրանը հանձնելու եւ հարստացման ծրագրից հրաժարվելու։ Ինչ է կարծում Իրանին կհաջողվի ամրագրել Հորմուզի նեղուցով անցման համար գումարներ գանձելու իրավունքը աշխարհը կընդունի դա թե ոչ եւ իդեպ Երևանից թեև ասում հիմնական պայմանը Հորմուզի նեղուցի բացումն էր, բայց մենք տեսնում ենք, որ այսպես ասած շատ քիչ հատուկենտ նավեր են կարողացել ուրեմն անցնել։ Այո, դրա մասին էլ այսօր առավոտյան կորպուսը Իրանի, այսինքն հեղափոխական պահապանների կորպուսը առավոտյան հայտարարություն արեց, նոր երթուղի ներկայացրեցին, որ այդ երթուղով երթևեկելու դեպքում ավելի ապահով երթուղի են իրենք համարում, որ մինաներից հեռու կլինեն նավերը եւ այլն։ Ես կարծում եմ, որ արդեն բնականon հուն կվերադառնա Հորմուզով անցումը, բայց պետք է նկատի ունենալ, որ Հորմուզի նեղուցի կարևորությունը արդեն այն չէ, ինչ որ նախքան պատերազմ էր եւ որոշ արաբական երկրներ արդեն փորձում են խողովակաշարերի միջոցով նավթը տեղափոխել կամ այլ երկրներ կամ այլ նավահանգիստներ, այնպես որ Հորմուզի նեղուցը ձեռքից տալիս է այն կարևորությունը, ինչ որ ուներ մինչև պատերազմ եւ Իրանի այս քայլը, որ փակեց Հորմուզի նեղուցը, հանգեցրեց նրան, որ Իրանը կորցրեց մի կարելի ասել, որ ամենակարևոր իր խաղակարգերից մեկը,
եւ գնալով եւ արաբական երկրները եւ եվրոպական երկրները հասնելու են այն եզրակացության, որ Հորմուզի նեղուցից չօգտվելը ավելի ֆինանսական հոսքեր կապահովի իրենց համար եւ կարծում եմ, որ արդեն կփորձեն ուրիշ միջոցների դիմել եւ Հորմուզի նեղուցից չօգտվել։ Արդյոք այս պատերազմի արդյունքներով մերձավոր արևելքը այսպես նորից կվերաձևի, ինչ է կարծում։ Պատերազմի արդյունքներով այո, բայց դեռ պատերազմը ավարտված չէ եւ պետք է սպասենք տեսնենք, որ պատերազմի ավարտվելու պատերազմը ինչպիսի արդյունքով կավարտվի։ Համենայն դեպս այսօրվա Իրանը եւ պատերազմից հետովա Իրանը այն Իրանը չէ, ինչ որ կար մինչև պատերազմ, շատ մեծ փոփոխությունների է ենթարկվել Իրանը, ներքին շատ տարաձայնություններ են նկատվում, թեկուզ իրենք դրա մասին ընդհանրեն չխոսել, բայց նոր առաջնորդի, այսպես ասենք, հանդես չգալը հասարակության մեջ եւ ուղերձներով հանդես չգալը եւ այլն, դրանք բոլորը խոսում են այն իրողության մասին, որ ներքին շատ լուրջ հակասություններ կան։ Համենայն դեպս Իրանում կորպուսը փորձում է, որ վերահսկողության տակ վերցնել ամբողջ պետական ապարատը եւ ամբողջ երկիրը, թե դա ինչքանով իրեն կհաջողի դժվար է ասել, բայց համենայն դեպս մինչ այսօր հաջողել է եւ ըստ դրա արդեն եւ ըստ բանակցությունների արդյունքում կարելի է ասել, թե հետագայում արդեն ինչպիսի վերաձևակերպումներ կունենանք տարածաշրջանում։ Պարոն Մինասյան, դուք ներքին տարաձայնությունների մասին եք նշում, այ պատերազմի սկզբում էլ կարծեք թե հաշվարկներ կային, որ Իրանը ներսից կպայթի, որովհետև այդ երկրի ներսում լուրջագույն դժգոհություններ են հասունանում կապված տնտեսական խորացող ճգնաժամի եւ այլնի հետ կապված։ Հիմա այս երկշաբաթյա դադարը հնարավոր է այդպիսի գործողությունների համար, այսպես ասած, դժգոհ հատվածի մոտ առիթ հանդիսանա։ Դժբախտաբար մենք Իրանի ներքին իմաստով, այսինքն քանի որ կապի հնարավորությունները շատ սուղ են եւ շատ դժվար է լինում Իրանի հետ կապ, Իրանի ներքին հասարակության հետ կապ հաստատել, դժվարանում է մեզ հարցին պատասխանել, բայց համենայն դեպս ինչքանով էլ որ կապ ենք հաստատում հասարակության, տեսեք, հասարակական իրավիճակը շատ ավելի վատ է դեռ նույնիսկ մինչև պատերազմը ժամանակահատվածը եթե նկատի ունենանք, պատկերացրեք, որ այսքան հիմնարկություններ, որոնք ոչնչացված են, այդ հիմնարկությունների աշխատողները արդեն աշխատավարձ չեն ստանում, պետությունը ընդհանրապես աշխատավարձ վճարելու խնդիր ունի, որոշ գործարաններ, որ հարվածի տակ են ընկել, դրանք այն գործարաններն էին, որոնք վառելիք էին արտադրում ավտոմեքենաների համար, դրանք այդ կողմից նորից խնդիրներ կան, համենայն դեպս ներքին, այսպես ասած, հասարակության դժգոհությունը միանշանակ շատանալու է, թե այդ շատանալը երբ կհանգեցնի պայթեցման, դժվարանում եմ ասել։ Շնորհակալ եմ, պարոն Մինասյան։ Զրուցում էի Իրանի հարցերով զբաղվող լրագրող Ռուբիկ Մինասյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել։ Հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։